Այն իրավիճակի մասին, որ մենք ունենք։ Տեսեք, վերջին շրջանում շատ մարդիկ են խոսում, մեկին նույնիսկ քնից են հանում, մեկին դագաղից են հանում, էլ հինում նոր մեռել չկա, ովքեր խոսում են մարդիկ, որոնք ամենամեծ թալանչիներն են եղել այս երկրի, ու մեզ մեղադրում են թալանի մեջ։ $50 կաշառք վերցնող նախկին չինովնիկը փորձում է մեզ կապել թալանի եւ կոռուպցիայի հետ։ Մենք ենք թալանչին, այ կոռուպցիա։ Կներեք, հանգիստ նստեք, եթե ես սկսել եմ, ես կավարտեմ, հանգիստ նստեք, միգուցե ձեր անուններն էլ տրվի, հանգիստ նստեք, սպասեք, ես շարունակեմ, նորից կրկնեմ, մեր ասուլիսը, մեր ամբողջ խոսակցականը վերաբերում է բացառապես այն մարդիկ, ովքեր սիրում են մեր երկիրը եւ մեր ֆուտբոլը։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի լավ լինի, իհարկե կան հսկայական բաց թողումներ, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Ֆուտբոլը քաղաքականության մաս է, բայց ֆուտբոլային գործիչները քաղաքագետներ չեն, առավել եւս քաղաքական գործիչներ չեն։ Ֆուտբոլային այն հսկայական ազդեցությունը, որ ունի հանրության վրա, բնականաբար իր մեջ ընդունում է քաղաքական երանգներ։ Մենք դրանից չենք կարող խուսափել, որովհետև ցանկացած ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար ունի քաղաքական շատ մեծ կշիռ, եւ ես զարմանում եմ, որ Հայաստանում որևէ մեկը շատերը, բայց չեն կարողանում համակերպել են վիճակի հետ, որ 30 տարվա մեջ առաջի անգամ մեր թիմը դուրս է եկել Եվրոպայարաշրջան եզրափակիչ, չենք խոսում դրա մասին։ Մենք չենք ուզում գնահատել այն իրավիճակը, որ 30 տարվա մեջ առաջի անգամ հայ չինովնիկ UEFA-ում ներկայացված է լինելու։ 30 տարվա մեջ մենք ոչ թե չենք ունեցել, մենք մոտիկ չենք եղել դրան, որովհետև Հայաստանի պետությունը չի ունեցել այդ հեղինակությունը, որտեղ մեր չինովնիկները չեն ունեցել այդ հեղինակությունը, որպեսզի ընտրվեն UEFA-ի կազմում։ Հիմա մենք ունենք, բայց դա մեզ քիչ է, որովհետև այդ աթոռը մեր հետ չի։ Ինչ վերաբերվում է անուններին, իհարկե կտամ։ Ֆեդերացիայի նախկին նախագահ Սուրեն Աբրահամյանը ընդամենը մի քանի օր առաջ հարցազրույց էր տալի, որտեղ մեղադրում էր ինչ-որ բաների մեջ, ասելով, որ 22 միլիոն Ռուբեն Հայրապետյանը փող է թողել բանկային հաշվի վրա եւ Խինեսին 10 միլիոն փող ենք տվել եւ բղավում էր ուր է փողերը։ Մարդը հարցնի իսկ ում է թողել, եթե թողել է իհարկե, նախ ասեմ, որ 22 միլիոն չէր կարող թողել, որտեղ դա ֆեդերացիայի 2 տարվա բյուջեն է, ամբողջ հարցն է, որ Ռուբեն Հայրապետյանից հետո ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ եղել է Արթուր Վանեցյանի, որի ամենամոտիկ մարկանցից մեկը Սուրեն Աբրահամյանն էր։ Մարդը ուղղակի երևի ծերունական մարազմա ապրում եւ մոռացել է ամեն ինչ, բայց մարդուն ասել են խոսա եւ ինքը խոսում է։ Խոսում է առանց հասկանալու ինչ է խոսում, լավ ինչքան կարելի է սևացնել մարկանց, ինչքան կարելի է չտեսնել են ինչ որ կա։ Վատը մենք տեսնում ենք, վատի մասին մենք խոսում ենք, բայց գոնե այնքան ունեցեք, ինչ ասեմ, լավ ամոթ չասեմ, ժողովրդի աղջիկը այստեղ նստածել է, անդադ խոսում էր, թողեց գնաց, ես հատուկ հարցրել եմ, ամեն օր ժողովուրդը հոդվածագրում, վերջում գրում է, մենք հարցում ենք արել ֆուտբոլի ֆեդերացիային, հատուկ ես հարցրել եմ Հայկին, բարձվեց ժողովուրդը մի քանի ամիս մեզ հարցում չի ուղարկել, լավ ինչքան կարելի է սուտ ասել, ինչքան կարելի է սուտ խոսել, մենք փաստերով կարող ենք ցանկացած ասել, Արթուր Սողոմանյանից եք խոսում, ես մի անգամ ասել եմ եւ կպնդեմ, որ ինքը պաթոլոգիկ ստախոս է, որովհետև պաթոլոգիկ ստախոսները համարվում են երևակայական պատմություններ հնարող մարդիկ եւ հոգեբուժների մոտ դա համարվում է հոգեկան հիվանդ։ Այդ մարդու 90% չի, 99% ասածների սուտ է։ Օրինակներ եք ուզում բերեմ, ասեմ։ Կներեք, ասում եմ փոքր խաղադաշտերը բետոնի վրա են կառուցել եւ ինքը օրինակ է բերում։ 30 դաշտ է սարքվել, ես չեմ ասում մեկ դաշտ, 130 դաշտից, եթե մի հատը նույն րոպեին ես հրաժարական կտամ, ես չեմ ասում 130, ինչպես ինքն է պնդում, 130-ից մեկը, եթե դուք կտեսնեք, որ բետոնի վրա է կառուցված, նույն րոպեին ես կտամ հրաժարական, իսկ ես կարող եմ հակառակ ասեմ, ես կարող եմ ցույց
շինարարության մատյանները, որոնք մեր կողմից չեն եղել, այլ մարմինների կողմից են գրել, որոնք ֆիքսում են, թե որը ինչ ֆրակցիա է ավազալացվել, որ ինչ տրամբովկա է եղել, ջերմաշճանը ինչքան է եղել, շինարարությունը երբ ավարտվել, այդ ավարտելուց հետո ավարտական ակտերը ով է ստորագրել, հետո UEFA-ն եւ FIFA-ն ինչ քննություններ են անցկացրել եւ ինչ մրցանակներ է ստացել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, ու այդ կամից հետո մարդը, որ ուրիշ երկրի ագենտ է, որը Հայաստանում մի կոպեկի բան չի դրել, իր գործարանները սարքում է, չգիտեմ, Ուզբեկստաններում գալիս ու փնովում է, իսկ դուք կրկնում եք, ասում եք այդ մարդը դες բան ասում։ Շատ կներեք, ես չեմ կարող ամեն երկրի շպիոնի դեմ դեմարդեմ կանգնեմ, խնդիրը ձեր Պարոն Նիկողոսյան, մի րոպե կներեք, ես շատ կներեք, էլի Սողոմոնյանի վերաբերյալ, որ ասում եք դեմարդեմ, այդ մարդու հետ դեմարդեմ, այդ մարդը խուսափում է դեմարդեմ խոսելուց։ Ուրեմն դուք հանդիպեք, նորից եմ կրկնում, ես կհանդիպեմ այն մարդկանց հետ, ովքեր ֆուտբոլ են սիրում եւ այդ ֆուտբոլի համար անում են ցանկացած մարդու հետ կներեք ես երկխոսության մի արեք դուք երկրպագուներից եք խոսում ուրեմն երկրպագուների հետ ես շատ արագ հանդիպում եմ անկախ իրենց գործունեությունից ես իրենց արածը հարգում եմ ասել եմ մի անգամ նորից կրկնում եմ մարդիկ ովքեր մեր հրաժարականը պահանջում են իրավունք ունեն եթե դրանք երկրպագուներ են ուրիշ բան այդ միջոցները նորից եմ կրկնում ես դեմ չեմ եւ պետք չի մնացածը պաղկվեն թակուն մտնեն երկրպագուների հետեւ եւ տեղից խոսեն դեմք ունեք ձեր դեմքով խոսեք ես դիմում եմ մարդկանց ովքեր ինձ լսում են լավ գիտեմ ում եմ դիմում իրենք էլ լավ գիտեն ես ում եմ դիմում բավարա հերիկա դեմքով խոսեք որպեսզի մարդիկ իմանան տեսնեն ով է Թալանչի ես Մելիք Բեկյան Ազարյանը թե դուք Մելիք Բեկյանի տղան օրը մեկ մեքենայով է գալի 10 տարեկան տղան այս ինչ եք խոսում Իսկ ձեր Թալանացի մասին ով պիտի խոսա Նիկողոսյանը 3 հարգանի տներ է սարքում գնացեք տեսեք ես ապրում եմ այս քաղաքում իմ տղան էլ ապրում հերնումերս էլ են ապրել այս քաղաքում նույն տանն եմ ապրում որտեղ ապրել եմ միշտ հարևան ու ընկերուն եմ այս քաղաքում գնացեք իրանց հարցրեք ես ոնց եմ ապրում այս Թալանչիներն ու գողերն են եկել մեզ գողու Թալանչի ասում դուք եք Թալանչիներն ու գողերը ես դիմում եմ այն մարդկանց ովքեր գիտեն ում են դիմում Եվ ես ասուրիս ես իմ մասով այս կամով կսահմանափակ եմ մնացած հարցերը առանձին կարող եք տալ Եվ մի գուցե արդեն այս էմոցիան պետք է փոխված լինի եւ ավելի կարծում